Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռիվյուն է։ Տեսակ կապով զրուցելու ենք Վերելք տեղեկատվական վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խալաթյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար։ Ողջույն։ Պարոն Խալաթյան, Հայաստանում վերջի շրջանում ակնհայտորեն արշավ կա իշխանությունների կողմից հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, թեպետ նշում են, որ առանձին հոգևորականների են իրենք անդրադառնում եւ եկեղեցին չէ թիրախում։ Սրան զուգահեռ եկեղեցին պաշտպանողների նկատմամբ արշավ սկսեց հանձին Սամվել Կարապետյանի, ով կալանավորված է, եւ իհարկե դրան հաջորդեցին արդեն սրբազան շարժման մասնակիցների կալանավորումները, նրանց մեղադրում են ահաբեկչություն պլանավորելու մեջ, իշխանությունները առանց դատարանի որոշման նույնիսկ արդեն նրանց հայտարարել են ահաբեկիչներ, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որևէ կերպ պաշտպանում են այդ մարդկանց կամ ասում են, որ պետք է արդար դատավարություն լինի եւ այլն, համարում են ահաբեկիչների աջակիցներ եւ այլն։ Այս ամենի ֆոնին իհարկե նաեւ փորձում են որոշակի հետքեր գտնել ռուսական կողմից, այս ամենը փորձելով կապել Ռուսաստանի հետ, ասելով թե իբր Ռուսաստանը Հայաստանում հեղաշրջում է փորձում իրականացնել, ռուսաստանցի գործարարի միջոցով Սամվել Կարապետյանին այդպես են ներկայացնում եւ այլն։ Եթե այս ամենը իմի ենք բերում, ինչի հետ գործ ունենք եւ ինչու այսքան շահարկվում Ռուսաստանի անունը։ Սկսեմ նրանից այսպես կոչված ահաբեկչությունը ծիծաղալի է, որովհետև նույնիսկ իրենց իշխանության կողմից հրապարակված կադրերում երևում է, որ զենքը օրինական է, այնտեղ այն ծուխ են ոհանում, այդպես գույնավոր եւ այլն, որ նույնիսկ իրանք են օգտագործել ազգային ժողովին 2018-ի մտածել կարելի է ասել, որ ինչ ահաբեկչությամբ են զբաղվել ազգային ժողովին 2018-ին, կամ էլ չխոսեմ նրա մասին, որ 24 թվականի պլանը, եթե այդպիսի կար, չենց մեծ կասկածներ ունեմ, որ դա Բագրատ Սրբազանը կամ իր կողմնակիցներն են կազմել, բայց նույնիսկ այդ պարագայում եթե ընդունենք դա իրենց կողմից է, նույնիսկ ծիծաղելի է, որովհետև 24 թվականին պլանը դուք հպարտանում եք ու կարողացել եք կանխել հեղաշրջում, որը 25 թվականին դա շատ տարօրինակ է, ծիծաղելի, չնայած ավելի շատ մտահոգիչ, որտեղ մենք տեսնում ենք, որ դրա քողի տակ Հայաստանում ուժ գնանում են բռնաճնշումները։ Ինչ կապված է Ռուսաստանի հետ, տեսեք, ես շատ եմ դրա մասին խոսացել, այն ռուսատիատության ալիքը քարոզությունը, որ տարիներով գնում է Հայաստանում, մանավանդ ուժեղացել է 21 թվականի ընտրություններից հետո, ես հիշեցնեմ, որ այն ժամանակ իշխանությունը վախենալով ռուսական կողմի արձագանքից ամեն կերպ փորձում է սիրաշահել, բայց հենց հաղթեց ընտրությունները կտրուկ փոխեց իր դիրքորոշումը, հրաժարվեց իր բոլոր նախկինում ռուսական կողմի տված խոստումներից, առաջարկներից եւ այլն, բայց այս ռուսատիատությունը իմ կարծիքով ուներ երկու գլխավոր նպատակ։ Առաջինը շատ եմ դեմաս խոսել, դա փաստացի Օվերտոնի պատուհանն էր, ակնհայտ էր, որ Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկանալու, որ արևմուտքը տարածաշրջանում չունի լծակներ, ռեսուրսներ, որպեսզի ամրանա, հստակ ասելով գնում ենք դեպի արևմուտք, փաստացի պրոթուրքական քաղաքականություն է վարում եւ կարելի ասել գնում է դեպի Թուրքիա։ Ինչն է գլխավոր խնդիրը այդ քաղաքականության, որ հայ հասարակությունը հաշվառնելով ցեղասպանությունը, Արցախի հարցը եւ այլն դիտարկում է գաղտնիք չէ, որ նույնիսկ ադրբեջանցիներին Հայաստանում թուրք են ասում, չէ։ Մենք անցալում ենք որպես մեկ ազգ, չնայած նույնիսկ նրանք են դա ընդունում։ Գիտեք հայտնի այդ բանաձևը երկու ազգ, երկու պետություն, մեկ ազգ։ Բայց իրենց պետք էր, որպեսզի Ռուսաստանին սարքեն թշնամի մարկանց աչքերում, որպեսզի հետո ասեն, դե գիտեք ինչ, դե տեսեք, Ռուսաստանը թշնամի է, հետները համագործակցում ենք, ինչ խնդիր կա, որ մյուս թշնամու հետ օրինակ Թուրքիայի հետ համագործակցենք, իսկ հետո եկեք համագործակցենք ավելի շատ նրա հետ, ով ավելի շատ տալիս է, կարելի է ասենց ասեմ, կամաց ժողովրդին պատրաստելով այս պրոթուրքական իրենց քաղաքականությանը, եւ սրան գումարվում է նաեւ ներքաղաքական խնդիրներ լուծելը, այս ռուսատիատության ֆոնին, որը պետք է ընդունենք, որ հաջողությամբ է ասել, մենք չենք կարող ասել ամբողջ հասարակությունը, բայց դե հակառուսական տրամադրությունները լավ ուժեղ են հայ հասարակությունում, հասկանալով, որ իրենց վարկանիշը շատ ցածր է, եւ դա խնդիր է ստեղծելու ընտրություններում նույնիսկ այդ բոլոր ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործելով եւ այլն, հիմա ինչի վրա են խաղում, գլխավոր քաղաքարտերից մեկը որն է լինելու մյուս ընտրություններում, որ եկեք փրկենք Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանից,
այսպես կոպիտ ասեմ, մենք լավն ենք, վատն ենք, դա մի կողմ դնենք, բայց եթե մենք չլինենք, գալու են պրոռուսական ուժեր եւ այլն։ Հենց փորձելով օգտվել այդ հակառուսական քարոզչության պատուռներից։ Եվ տեսեք, իրենց պետք է համ իրենք շատ ձայն հավաքեն, համ էլ իրենց, այսպես ասած, պսևդոընդդիմադիր, այսպես սպոյլեր ուժերը, որոնք գնալու են, օրինակ նույն Արամ Սարգսյանի կուսակցությունը, Արամ Զավենի նրա կուսակցությունը կարող է լինեն այլ արևմտամետ, իբր արևմտամետ քաղաքական ուժեր, որոնք իրականում փաստացի փոխկապակցված են լինելու իշխանությունների հետ, որովհետեւ նրանց համար էլ հնարավորություն ստեղծել անցնել ապագա ազգային ժողով, իսկ նրանք կարող են անցնել միայն այսպես ասեմ, այս հակառուսականության հողի վրա։ Դրա համար ինչու են այսպես մեղադրում, որովհետեւ կրկնեմ, երկու խնդիր լուծում, արտաքին քաղաքականության մեջ հեշտացվում է այդ ճանապարհը, վեկտորը դեպի Թուրքիա, իսկ ներքին քաղաքականության մեջ ես կարծիքով դա պետք է իրենց օգնի հաղթել մյուս ընտրություններին, բայց այստեղ այլ հարց է, որ մեր ժողովուրդը պետք է մտածի իրական պատճառները, թե ինչու է այս հակառուսականությունը կամ ինչ է տալու դա Հայաստանին, եւ ամենակարևորը, գիտեք ինչ, պետք է նշել, որ ռուսական կողմն էլ է հաճախ քայլերը թույլ տվել, որոնցից այս իշխանությունները օգտվում են իրենց այս քարոզչությունում, բայց մի բաց ճշմարտություն կա, որ մենք պետք է հասկանանք եւ հիշենք, որևէ մեկը պարտավոր չի լինել ավելի պրոհայկական, քան Հայաստանի իշխանությունները կամ Հայաստանի հասարակությունը։ Եթե հարցը լիներ այնպես, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արել են նույն Արցախի հարցում, Հայաստանի ինքնիշխանության հարցում, մեզ չբավարարեց այդ օգնությունը Ռուսաստանին, ես կհամաձայնեմ, կասեի, օքեյ, Ռուսաստանը շատ վատն է, եկեք ավելի լավ դաշնակիցներ գտնենք, Ռուսաստանը մեզ վտանգ է ներկայացնում։ Բայց փաստացի մենք տեսնում ենք, որ չգիտես ինչու դա ինձ ամենաշատն է զարմացնում մեր հասարակության մեջ, որոշ մարդիկ կան, որոնք չգիտես ինչու լռում են, բայց հենց մի հատ հակառուսական պարալինում խոսում են, եթե ռուսական կողմը որևէ հայտարարություն անում պրոադրբեջանական, պրոթուրքական, բայց երբ որ Հայաստանի վարչապետը մինչ այդ ավելի ուժեղ հայտարարություններ անում պրոադրբեջանական, պրոթուրքական, չգիտես ինչու այդ մարդիկ լռում են, բայց դա եմ ասում, պետք է հասկանալ, հիմա եթե մեր վարչապետն է, մեր երկրի վարչապետն է այսպիսի հայտարարություն, դուք ինչ եք ակնկալում, որ որևէ այլ պետության ղեկավար ավելի պրոհայկական է լինելու, ծիծաղելի է, կամ էլ այս երկակի ստանդարտները, հիմա հիշեցնեմ ձեզ վերջի Մակրոնի հայտարարությունները կամ Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը Ադրբեջանում, որ այցելել է Շուշի, հիմա դուք պատկերացնում եք նմանատիպ կամ դրանից գոնե ավելի մեղմ հայտարարություն անել Ռուսաստանի դեսպանը Ադրբեջանում, ինչ էր կատարվելու Հայաստանի ինֆորմացիոն դաշտում, բայց այսպես մարդիկ աշխատեցին չնկատել դա, որովհետև չեն ուզում շատ դառը ճշմարտության հետ ալերեսվել։ Սամվել Կարապետյանի մասով։ Դե տեսեք, Սամվել Կարապետյանի մասով էլ հասկանալի է, որ Փաշինյանը արդեն փորձում է նույնիսկ պոտենցիալ իրեն վտանգ ներկայացնող մարկանց, ուժերին, կենտրոնները չեզոքացնել։ Տեսեք, Սամվել Կարապետյանը, ինչպես շատ էր Հայաստանում, նա հիշում եք, չէ՞, պատերազմից հետո 44 օրյա, թե ակադեմիան, գիտությունների ակադեմիան, եկեղեցին եւ այլն, շատ կառույցներ կոչ արեցին Նիկոլ Փաշինյանին, շատ տրամաբանական կոչ արեցին թողնել վարչապետի պաշտոնը, հրաժարական տալ եւ թույլ տալ նոր մարկանց գալ, որոնք չունենալով իրենց հետևում այս պարտությունը կկարողանան լրիվ այլ դիրքերից վարել թե բանակցային գործընթացը եւ պահպանել Արցախը հայկական։ Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրեց իր անձնական իշխանությունը, քան Հայաստանը կամ Արցախը։ Դա փաստ է։ Նա պատրաստ էր իր հանունի իշխանությունը պահելու, զոհաբերել դա։ Բայց դրանից հետո Սամվել Կարապետյանը մենք դիտարկեցնում ենք, չէ՞ որ շատ հանգիստ որևէ ակտիվ քաղաքական գործընթացներ ոչ կար եւ այլն, բայց Նիկոլ Փաշինյանը գիտեք ինչ արդեն իր մտքում նա վախենում ասում, կարող է Հայաստանում օրինակ Իվանիշվիլու սցենարը կրկնվի, դա համար եկեք ես արդեն խաղամ ռուսերեն ասած նապիրիժենիե եւ արդեն ես ինքս հարձակման անցնեմ, թույլ չտամ, որպեսզի նրանք անցնեն, որովհետեւ նույն Սամվել Կարապետյանի հայտարարությունը աջակցություն հայկական եկեղեցու շատ նորմալ հայտարարություն է, նորմալ հայի, նորմալ հայտարարություն է, բայց ես այնտեղ որևէ քաղաքական տենց լուրջ ենթատեքստեր այլն չտեսամ, բայց մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի ինքը իր գործողություններով ստիպում արդեն Սամվել Կարապետյանին դառնալ ակտիվ քաղաքական այսպես գործիչ, արդեն ակամայից արդեն մտնել այս քաղաքական գործընթացների մեջ։ Հիմա տեսնենք դա
ճակատագրական սխալ է Նիկոլ Փաշինյանի, թե ոչ, ժամանակը ցույց կտա։ Եթե ավելի գլոբալ նայենք այս խնդիրներին, պարոն Խալաթյան, տեսեք, Հայաստանում ակնհայտորեն խոսեցինք հակառուսական քարոզը ավելի լայն թափ է հավաքվում, նույնիսկ այդ հեղաշրջման փորձերի մեջ են մեղադրում, մյուս կողմից տարածաշրջանի մյուս երկրում, Ադրբեջանում էլ տեսնում ենք, թե ինչ գործողություններ են կատարվում ընդդեմ Ռուսաստանի, այստեղ Արևմուտքն է հստակ գործողություններ կատարում, թե ամեն դեպքում իշխանություններն իրենք են որոշում ինչպես վարվել այս գործընթացում, գուցե ակնկալիքներ ունեն, որ եթե հակառուսական տրամադրությունները այլ ավելի խորանան, օրինակ, չգիտեմ, այստեղից ռազմաբազա դուրս բերվի եւ այլն, միգուցե Արևմուտքից օգնություն կստանան։ Ձեր հետ նույնիսկ դեռ զրույցում մի քանի անգամ դրա մասին խոսել եմ, որ այս ճգնաժամը, հիշում եք, նույնիսկ ինքնագրի պատմությունից հետո այն ժամանակ դեռ կոշտ արձագանք մինչ այդ էլ դեպքերը։ Ես անընդհատ ասում եմ, որ դրանք շատ փոխկապակցված են Հայաստանում զարգացումների հետ։ Խաղաղապահներին Արցախից դուրս բերելուց հետո, Արցախում այդ դեպքեր ունեցած էթնիկ զտումից հետո, այն խորը ճգնաժամից հայ-ռուսական հարաբերությունները առաջացավ, չնայած իմ կարծիքով դա պլանավորված է հենց Հայաստանի իշխանությունների կողմից այս ես աշխարհական ռևերս անելու շրջանակներում եւ ցանկացած դեպքում նրանք կգտնեն պատճառ, որ ինչու պետք է խզել կապերը, դաշնակցային կապերը Ռուսաստանի հետ եւ Ալիևը ինչու այսպես համացակ ռուսական կողմից, որովհետեւ տեսեք, տնտեսական լծակները այդքան մեծ չեն Ռուսաստանի ազդելու Ադրբեջանի վրա, օրինակ ի տարբերություն Հայաստանի, պետք է հասկանան, որ օրինակ Ռուսաստանը շատ լուրջ լծակներ ունի տնտեսական ազդելու Հայաստանի, թե տնտեսական, թե սոցիալական իրավիճակի։ Ադրբեջանում այդպես չէ, որովհետեւ հիմնական պետեկամուտները առաջանում են գազի եւ նավթի արտահանումից, եվրոպական երկրներ, Թուրքիա, Իսրայել նույնիսկ եւ այդ արտահանումը նույնիսկ Ռուսաստանի տարածքով չի գնում, որպեսզի ռուսական կողմը կարողանա։ Այո, գյուղմթերք եւ այլն մատակարարվում է, բայց դա այդպես քրիտիկական չափ չի, էլի, այդպես վնաս չի կարող լինել քրիտիկական Ադրբեջանի համար։ Քաղաքական ապահովել, տեսեք, նախկինում ստիպված էին Արցախի հարցի հետ կապված հաշվի նստել Ռուսաստանի Մոսկվայի մոտեցումների հետ, կամ էլ վախենալով, որ Մոսկվան ավելի պրոհայկական դիրքորոշում կունենա։ Իսկ հիմա մենք վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանը խաղում է իրենց հետ միասին Ռուսաստանի դեմ, եւ այդ պայմաններում Ալիևը շատ այսպես կամաբանորեն մտածում է, այսպես ինչ կարող են անել, ոչ մի բան, դա ման այսպես համարձակ է գործում եւ փորձում է Մոսկվային հասկացնել, որ պետք է համակերպվես նոր իրողության հետ, որտեղ գլխավոր խաղացողը տարածաշրջանում մենք ենք եւ իհարկե երբ որ ասում է Ադրբեջան, պետք է հասկանալ նաեւ Թուրքիա, այդ երկու թուրքական պետությունների տանդեմը։ Ինչ կապված է եվրոպական արևմտյան մոտեցումները, ես իհարկե կբաժանեմ մի փոքր Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն, մանավանդ մենք այս վերջի Տրամփից հետո տեսնում ենք, որ այսպեսի որոշակի ջրբաժան կա, չնայած ՆԱՏՕ-ի վերջի գագաթնաժողովը ցույց տվեց, որ լավ էլ արդեն պատրաստ են հաջողանալ ամեն ինչ անել, միայն թե Տրամփի դուրս գան եվրոպական առաջնորդները, ինչպես դա սպասվում է, բայց տեսեք, Եվրոպական միությունը ռուսատիատությունը այդ գագաթնակետի է ասել, ինչու են եվրոպական օրինակ կառույցները, դեսպանները այդքան լուր, երբ որ այսպեսի խախտում է, կոպտագույն խախտումներ մարդու իրավունքների տեղ ունենում Հայաստանում, որովհետև նույն Փաշինյանը իրենց համոզել է եւ նրանք էլ են պատրաստ են համոզվել, որ դա իբր Ռուսաստանի դեմ պայքարի շրջանակներում է։ Եթե Ռուսաստանի դեմ է, կարելի է ցանկացած բանի վրա աշկ փակել։ Նույնը կապված է արտաքին քաղաքականության հետ։ Տեսեք, ըստ իրենց այս ցանկացած քայլ, որը կարող է բերել Ռուսաստանի դիրքերի թույլատրմանը, դա ողջունելի է։ Դրա համար օրինակ հիշում ենք մեր մոտ մեղադրում են անընդհատ, որ Ռուսաստանը հանձնեց Արցախը, բայց չգիտես ինչու որևէ մեկը չի ուզում հիշել, որ Պրագայում նստած են սեղանի շուրջ Շարլ Միշելը եւ Էմանուել Մակրոնը, եւ նույն Մակրոնը օրինակ մի քանի օր առաջ ողջունեց Նիկոլ Փաշինյանի համարձակ քայլերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները կարգավորել եւ ուսուցե հարցը, օրինակ նույն դաշնակցությունը, չեմ սխալվում, Արևմտյան Եվրոպայի կառույցները խիստ դատապարտել են եւ շատ տրամաբանական նկատել են, ասել են համարձակ քայլը ո՞րն է, միակողմանի զիջումներ, ուրացում ցեղասպանության հարցից եւ այլն, կամ օրինակ ԵՄ դեսպանը ոչ իրես ինչու լռում է, երբ որ Բաքվում դատում են մեր գերիներին, ժամանակ է գտել մեղադրելու Ռուսաստանին, որ գիտեք ինչ, Ռուսաստանի քաղաքացի ադրբեջանցիներ, որոնք ըստ բոլոր աղբյուրների, ես նույնիսկ օֆիցիալ աղբյուրներ չեմ ասում, ես հետևում եմ լրատվամիջոցներին, նույն Մարզային եւ այլ Եկատերինբուրգի, փաստացի մարդիկ հանցավոր խմբի կազմում են եղել։ Այլ հաց թե հիմա ոնց է եղել այդ իրենց
ձերբակալելը եւ այլն կոշտ եղել է ոչ, բայց փաստը որ մարդիկ իրականում կրիմինալի մեջ խառնված են եղել, բայց ես ինչու դատապարտում է, որ Ռուսաստանի քաղաքացի կրիմինալ խմբի անդամներին շատ կոշտ ձերբակալել է եւ այլն, երկուսը զոհվել են այդ ձերբակալության ընթացքում։ Սա հարց է ցակում, իսկ չէ՞ ուզում մի հատ նկատես հենց քո կողքը Բաքվում ինչ է կատարվում կապված մեր գերիների հետ կամ ուրիշ բան հիշեցնեմ ձեզ, տեսեք, Վրաստանի հետ հիմա խորը ճգնաժամ ունի Եվրոպական միությունը, որովհետև Վրաստանի իշխանությունները պատրաստ չեն գնալ քայլերի, որոնք իրենց պետությանը վնաս են բերելու եւ փաստացի գնալ Ռուսաստանի հետ լուրջ կոնֆլիկտների պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի դեմ, որոնք Ռուսաստանին որևէ լուրջ վնաս չեն ասին, բայց վրացական տնտեսության համար կարող շատ լուրջ խնդիրներ բերել։ Այդ դրանից սկսեց այն խորը ճգնաժամը, որ կա։ Եվ մենք տեսնում ենք, որ մցակից ընտրություններ են լինում Վրաստանում, բոլոր դիտորդներին թույլ են տալիս գալ այնտեղ, ընդդիմությունը հանգիստ մասնակցում, բայց ԵՄ-ն դատապարտում է այդ ընտրությունները, գտնում է, որ այսինքն արդար չեն եղել։ Ադրբեջանում նույնիսկ եվրոպադգամավորներին մոտ 100 եվրոպադգամավոր, եթե չեմ սխալվում, 70-80 հոգու մուտք արգելվել է, դիտորդներին թույլ չեն տվել, ընդդիմադիրների շատերը ձերբակալված են, կտանքներ են ենթարկվում եւ այլն, բայց հենց ընտրությունները եղավ նախագահական եւ խորհրդական առաջինը ԵՄ-ն վազեց շնորհավորել Իլխամ Ալիևի ընտրությունները։ Հիմա ստացվում է չեղավ Վրաստանի ընտրությունները ավելի վատն են, քան Ադրբեջանի։ Կամ տեսեք, եւ Վրաստանում փորձում են գրոհել ազգային ժողովի իրենց խորհրդանի շենքը, ստիպված ոստիկանները պատասխանում են ինչ քննադատություն Վրաստանի իշխանությունների, Հայաստանում ինչ են անում ընդդիմության հետ, նույնիսկ օրենքի խախտմամբ այդ հատուկ միջոցներ օգտագործում են, այսինքն անցած տարի եթե չուսանում Հուլիսյանի դեպքերը, վիրավորներ եւ այլն, որը ոչ կա նույնիսկ կարելի ասել աջակցություն Հայաստանի իշխանությունների։ Այո, Ամերիկայի դեսպանատան հայտարարությունը հենց աջակցություն էր։ Դա մար այս երկակի ստանդարտները ես վերջերս Լեհաստանում էի մի կոնֆերանսի եւ իմ եվրոպական գործընկերներն ասում են, դու ասում դուք շատ վտանգավոր խաղ եք սկսել, որովհետեւ դուք արդեն սկսելու եք հայ հասարակության աչքերում դիտարկել որպես այս իշխանությունների կարելի ասել տանիքը, հովանավորները եւ պատկերացրեք իշխանապողությունը միևնույն է ուշ թե շուտ լինելու է Հայաստանում, դուք ամեն ինչ անելու եք, որ նոր իշխանությունները, որոնց դուք այսպեսի կպցնում եք յաղլիկ, որ պրոռուսական են, ստիպված են լինելու, ինչպես օրինակ Վրաստանի իշխանությունների դա ստիպված լինում, ես տեսնում եմ օրինակ Վրաստանի իշխանությունները մեղադրում են, որ պրոռուսական են, չնայած նրանք այդպեսին չեն, բայց այս նույն ԵՄ-ի քաղաքացիները ստիպում նրանց ավելի շեղվել դեպի Ռուսաստան, դեպի Չինաստան, քան օրինակ մինչ այդ լինի։ Հիմա նույնը ինքը կամ էլ ասում եմ, պատկերացրեք իշխանապողություն եղավ, մարդիկ փորձեն նոր իշխանությունները տարբեր միջոցներով պատասխանատվության բերել այս ներկայիս իշխանությունները։ Դուք ինչ իրավունքով եք կանգնելու, դուք ո՞նց եք պատկերացնում, այդ ժամանակ ինչ կանգնելու եք նոր իշխանություններին, ասեք դա օրենքի խախտում է, մարդու իրավունքների խախտում է եւ այլն։ Ձեզ ասում եմ, ինչպես դուք նախկինում եք լռել, դե հիմա էլ լռեք, աչքներդ փակեք եւ համակերպվեք։ Իսկ իրենք ինչ են պատասխանում, ընդունում են իրենց այս քաղաքականության խնդրահարույցն էլ առնվազն։ Նույնիսկ իրենց այսպես կարող եմ ասեմ, երբ որ շփում ես այն մարդկանց հետ, ովքեր տարածաշրջանով են զբաղվում, ինչ փոքր ավելի լավ են հասկանում ես, որովհետև կան մարդիկ, գիտեք ինչ, այսպես ընդհանուր պատկերացումներ ունեն եւ այլն։ Դա համար շատ ստերեոտիպ են նայում, բայց այն մարդիկ, ովքեր իրական փորձագետներ են եւ լավ հասկանում են տարածաշրջանի խնդիրները, ես կարող եմ մի բան ասել, նույնիսկ նրանք են որոշ շապով զարմանում Հայաստանի իշխանությունների քաղաքականության վրա, որովհետեւ ասում են, նույնիսկ իրանք չեն տեսնում ներկա պարագայում, թե արևմուտք իրանք են ընդունում, ասում են արևմուտքը չի կարող այլընտրանք լինել Ռուսաստանին, թե անվտանգային հարցերում, թե տնտեսական հարցերում, նույնիսկ իրանք են զարմանում համացակությանը Հայաստանի իշխանությունների, ասում են դրանց ինչի վրա են այսպես հույսը դրել, որ ով է իրենց օգնելու։ Հիշատակեցիք Մակրոնի հայտարարությունները, ով ակնհայտորեն աջակցություն էր հայտնել Հայաստանի իշխանություններին այս ընդդիմության դեմ արշավում, ասում է ժողովրդավարությունն է պաշտպանում եւ այլն, իսկ երբ որ օրինակ Ռուսաստանի արտգործնախարարն էր Հայաստանի դեպքերի վերաբերյալ հայտարարություն արել, Արարատ Միրզոյանը միանգամից արձագանքեց եւ բավականին կոշտ արձագանքեց, սա ինչով էր պայմանավորված։ Որ մի դեպքում իրենց գովում են, լավ է, բայց հենց քննադատում են կամ որոշակի խնդիր են տեսնում, այդ դեպքում արդեն պետք է կոշտ արձագանքել։ Դե իհարկե, մենք տեսնում ենք այդ երկակի ստանդարտներ կան, բացի այդ, մենք գիտենք, որ ես շատ մի կողմից անհասկանալի է, մյուս կողմից լավ է հասկանալի է, ինչու են այսպես լավ հարաբերություններ Մակրոնի եւ Նիկոլ Փաշինյանի մեջ։ Իմ կարծիքով շատ նման է, շատ։
Միայն ֆրանսիացիների բախտը բերել է, որ իրանք ապրում են Եվրոպայում եւ հարևանները իսպանացիներն են, հոլանդացիները եւ գերմանացիները իտալացիների հետ, այլ ոչ թե ադրբեջանցիները եւ թուրքերը, որովհետեւ այդպիսի ապաշնորհ ղեկավար է, ես կարող եմ հիշեցնել, որ երբ որ նա գալիս է իշխանության հաղթում էր ընտրություններում առաջի անգամ, ինչ աջակցություն ուներ լայն, մարդիկ հույս ունեն, որ նա այս տարբեր բևեռները կմիավորի, հասարակություն համերաշխություն կլինի եւ այլն, մենք տեսանք, որ հիմա ավելի բևեռացված է Ֆրանսիայի հասարակությունը։ Վերջի ընտրությունները նա հաղթում է միայն այդ նույն Նիկոլ Փաշինյանին, այսպես թիրախավորելով Լեպենի կուսակցությունը եւ այլն, կոչ անելով գիտեք ինչ եկեք բոլորս միավորվենք միայն թե այս աչերը չգան իշխանության եւ այլն, բայց նույնիսկ դա չի օգնում, մենք տեսնում ենք աչերի այդ Լեպենի կուսակցության ռեյտինգը ինչով իշքան է բացում, անընդհատ բացում է եւ տեսանք, որ ապօրինի ու փաստացի ոչ քաղաքական մեթոդներով փորձում են չեզոքացնել Լեպենին, դուք հիշում եք այդ դատարանի վճիռը եւ այլն, որպեսզի թույլ չտան նրան ընտրություններին մասնակցել, շատ նման է Նիկոլ Փաշինյանին։ Էլ չասեմ, որ արտաքին քաղաքականության մեջ ձախողումից հետո անհասկանալի այս կնոջ հետ հարաբերությունները, երբ որ ապտակը կնոջ կողմից եւ այլն, դեմ ասում, շատ նմանություններ շատ ունեն, բայց այլ եմ ասում, ֆրանսիացիների բախտը միայն բերել են նրանով, որ նախկինում իրենց նախկին իշխանությունները, նախկին սերունդները այդպեսին է, որ Ֆրանսիան ստացել միջուկային զենքով, նվեր են ստացել ՄԱԿ-ում մշտական անվտանգության խորհրդի հետ անդամի կարգավիճակ եւ այլն, որ Ֆրանսիան նույնիսկ այսպիսի նախագահ ունենալով կարող է գոյատևել, նույնիսկ կոչելով Աֆրիկայում իրենց այդ ավանդական ազդեցության գոտիներ եւ այլն։ Բայց էլ եմ ասում, դա մը զամանալի չէ, այսպես ընդհանուր լեզու ենք դել իրար մեջ ցանկացած աջակցություն, բայց այդ եմ ասում, այստեղ հայ հասարակությունը պետք է իր համար դասյանի, դեռ հաստ է, իսկ ոնց է ստացվում, որ Մակրոնը, որ մինչ այդ իբր պրո-հայկական էր, չգիտես ինչու տոտալ է, երբ որ լավ միջայտել է լավ աշխատում Ադրբեջանում, նոր պայմանագիր է ստանում եւ դրանց դուք կտրուկ դիրքորոշում փոխում է, կամ մեզի Նիկոլ Փաշինյանը այսպես միշտ խոսում է ֆորպոստ լինելու, Մակրոնը առաջարկում է Հայաստանի նույնիսկ ոչ թե ֆորպոստ, այլ բուֆեր լինել Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ։ Կամ ինչ, տեսեք, մեզ ինչ են առաջարկում եվրոպացիները, ասում են դե փաստացի Թուրքիա-Ադրբեջանի դեմ չեմ օգնում, որտեղ նույնիսկ կարակալս է խոստովանեց, որ չեն կարողանում այն խոստացված գումարները հատկացնել Հայաստանի անվտանգության ոլորտում, որտեղ որոշ անդամներ ԵՄ-ի դեմ են դրա։ Մենք հիշում ենք Ադրբեջանի ինչ լոբիստներ ունի Ադրբեջանը եւ Թուրքիան այդ կառույցում։ Բայց ստացվում է sense մենք անվտանգության ոլորտում համագործակցել ենք ԵՄ-ի հետ, որը իր ճշտամին դիտարկում է Ռուսաստանին, բացահայտ է դիտարկում եւ ասում է դա։ Բայց Թուրքիա-Ադրբեջանի դեմ մեզ չեն օգնել։ Նա տեսեք, իմ խոսքս նա այն չէ, որ Եվրոպան մեր ճշտամին հակառակը, ես գտնում եմ, որ տարբեր ուժենքերն ու տարբեր շարքեր են, բայց մենք ունենք բարեկամներ թե Ռուսաստանում, թե ԵՄ-ում, թե ԱՄՆ-ում, բայց մենք պետք է մեր շահերով առաջնորդվենք։ Օրինակ վերցնենք ունենք Հարավան Վրաստանից իրենց իշխանությունից ոնց կարելի է առաջնայինը դնել քո երկրի քո ժողովրդի շահերը չմտնել վտանգավոր խաղերի մեջ, որոնց արդյունքում դուժելու ես դու, ոչ թե Եվրոպան է դուժելու, ոչ թե Ռուսաստանն է դուժելու, Հայաստանն է դուժելու այս խաղերի մեջ մտնելով, որովհետև մենք արդեն տեսնում ենք ռուսական կողմի պատասխանները, թե ինչ հետևանք է ունենալու եւ ստեղել է շատ հետաքրքիր, տեսեք, ռուսական կողմը չի ասում է այնպես չէ, որ մենք ձեզ պատժելու, բայց հստակ ասում դուք ունեք մի պայմանավորություն ԵԱՏՄ շրջանակներում, ոնց կարող դուք ընդունեք պարտավորություններ ԵՄ-ի հետ, որոնք խախտում են պարտավորությունները ԵԱՏՄ-ի հետ։ Հիմա եթե դա ընդունում եք, մենք ստիպված ենք լինելու մեր շուկան փակել, կամ մի բան, որի մասին հաճախ Հայաստանում չեն ուզում խոսել, բայց ես դա մասին մի քանի անգամ բացացնում։ Տեսեք, եւ Վրաստանի այդ խնդիրների գլխավոր պատճառը այն է, որ ԵՄ-ն պահանջում է Վրաստանին ընդունել պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, ինչպես եւ նույնիսկ Սերբիայի հետ, որովհետեւ ԵՄ-ի մոտեցումը այսպեսին է, բոլոր ոչ միայն անդամ երկրները, նաեւ նույնիսկ գործընկերները ԵՄ-ի պետք է համատեղ քաղաքականություն վարեն, համատեղ այդ պատժամիջոցներ։ Հիմա մենք անդադ խոսում ենք Ռուսաստանի պատասխան գործողություններից, բայց որովհետեւ չի խոսում, բայց բացի այդ պատասխան գործողությունների, ինչպես որ վերջում ասած, ԵՄ-ն է ձեզ պահանջելու փակել օդը ռուսական ավիաընկերությունների համար, ինչպես դա ունենա տեղի ունեցել ամբողջ Եվրոպայում։ Ինչ են կանելու, туриզմը ո՞րտեղից է գալու։ Կամ մեր հսկայական հայկական համայնքը եւ այլն, որ այդ դրա շնորհիվ օգտվում է։ Որովհետեւ մեկ այդ հացի պատասխանը չի տալիս, կամ գազը ավելի էժան գնալու եւ այլն եւ այլն եւ այլն։ Ցավոք սրտի մեր
հասարակության մի մասը դա հասկանում է, բայց ավելի մեծ զանգված այսպես լոզունգներով է ապրում, սիրուն կարգախոսներով, չփորձելով այսպես մանրուքների մեջ մտնել, որոնք ուղղակի են ազդելու իրենց կյանքի վրա։ Ամեն դեպքում վերադառնալով նաև Արադ Միրզոյանի հայտարարություններին, ռուսական կողմից ինչ արձագանք սպասել։ Ի վերջո ակնհայտորեն կոնկրետ փորձում են մեղադրանքներ հղել նաև ռուսական կողմին։ Գիտեք ինչ, ռուսերս տեսնում են, որ ռուսական կողմը կենտրոնացած լինելով Ուկրաինայում, այդքան էլ չուզում նոր ճակատների մեջ մտնել, հիմա անպայման չեմ ասում ռազմական ճակատ, այսպես կոնֆլիկտների մեջ մտնել, նույն Ադրբեջանի կամ Հայաստանի, բայց արդեն ստիպված են, Ադրբեջանը մենք տեսնում ենք բացահայտ ինչ ճակատում է դնում, եւ շատ ռուս փորձագետներ նշում են, որ որևէ մեկը Մոսկվայում չի մոռացել եւ չի մոռանալու նմանատիպ այս բաղվածքը Բաքվի, Ալիևի եւ ուկրաինական պատերազմից հետո լրիվ այլ իրավիճակ է։ Նույնն էլ հայկական իշխանությունների, բայց ելի եմ ասում, պետք է մի բան հասկանալ, օրինակ ի տարբերություն Ադրբեջանի վրա ազդելու Ռուսաստանը շլուժ լծակներ ունի ազդելու Հայաստանի տնտեսության վրա։ Չնայած արդեն այդ ազդեցությունը մենք տեսնում ենք, նույն Ռոբոչուկը թվեր չէ, հետագի թվեր հրապարակեց։ Արդեն 3 միլիարդ կրճատվել է մինչև տարեվերջ, 6 միլիարդ դու ասում ես բիզնեսը չի կարող չարձագանքել։ Եվ նույնիսկ այսպես իրոնիայով նկատեց, որովհետև հաճախ Հայաստանի իշխանությունները, գիտեք ինչ, աշխարհում շատերը արդեն Հայաստանի եւ Հայաստանի իշխանություններին անլուրջ է վերաբերվում, որովհետեւ տեսեք, մարդիկ կանգնում են միջազգային օրենք են ընդունում, օրենք, ոչ թե ոչ հռչակագիր, ոչ մեմորանդում, օրենք են ընդունում, եւ որ մենք ուզում ենք դառնալ ԵՄ անդամ։ Հետո կանգնում ասում են, դե գիտեք ինչ, դա ընդդեմ օրենք ընդունեցին, կարող չէ։ Ողջույնը դա մաս է իրոնիայով հիշում եք Մերիկոյանի հետ ընդհանուր պանելային սեսիա ժամանակ ասած, ասած մենք լուրջ մարդիկ ենք եւ մենք լուրջ ենք վերաբերվում։ Եթե դու օրենք ես ընդունել, պետք չի գալ մեզ ասել, ու դա լուրջ չի։ Դա այսպես, երի հետ։ Դա կարող ես գնալ քո հասարակությունը, թե քո հասարակությունը պատրաստ է այդպիսի մոտեցումներին, այսպիսի բաներին հավատալ, մենք պատրաստ չենք, որովհետեւ մենք եւ բոլորը միջազգային հարաբերությունները լուրջ են մոտ կամ եթե դու իշխանությունից օրենք ես ընդունում, բայց փաստացի դու պարտավոր ես ըստ օրենքի գործես։ Նույնիսկ մի բան է պետք հասկանալ, դե պատկերացեք վաղը այլ իշխանություն է գալիս։ Ման պարտադիր չէ, որ կարող է Ռուսաստանի հետ կողմնակիցներ գան կամ բարեկամության կողմնակիցներ։ Մարդիկ կարող գալու են եւ տամաբոներն ասում, կա օրենք, մենք ստիպված ենք գործել ըստ օրենքի շրջանակների։ Դա մար բոլորն արդեն զարմանում Հայաստանում լուրջ չեն ընդունում, տեսնենք ել եմ ասում, հիմա ես նկատում եմ, որ Մոսկվայում այս առաջինի հերթին ել եմ ասում, իսկ ոչ թե Հայաստան, որտեղ ցավոք սրտի Հայաստանը արդեն շատ այդքան լուրջ չեն ընկալում Մոսկվայում, բայց այս Ադրբեջանի գործողությունների պատճառով Մոսկվայում արդեն լուրջ քննարկումներ գնում, որ պետք է նա հասկանալ ինչ տեղ ունեցավ հարավային Կովկասում այս վերջի տարիներին եւ ինչու այսպես եղավ, ինչու հասանք մի աստիճանի, երբ որ թե Բաքվից են այսպիսի հայտարարությունները, ինչու թե Երևանից։ Եվ վերջում, պարոն Խալաթյան, Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին էր գրել, որ Հայաստանը խաղաղության պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ, բացում է սահմանները եւ դեսպանատները եւ պահանջում է նաեւ ռուսական զորքերի դուրսբերումը երկրից եւ ձերբակալել է երկրի ռուսամետ առաջատար օլիգարխին։ Վրաստանի նախկին նախագահի այս հայտարարությունը դուք ինչ կերպ կմեկնաբանեք, սա պարզապես իր հասարակության համար արված հայտարարություն է, թե ամեն դեպքում հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի թիկունքում կարող է որևէ փաստաթուղթ ստորագրած լինել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ։ Գիտեք ինչ, ես չէի ընկալի, որ այսպես նա ինֆորմացիա ունի եւ ստորագրել, ինձ թվում է ավելի շատ այսպես ավանսով է գրում իր վերլուծությունների իման վրա եւ այլն, որտեղ կարծում է, գիտեք ինչ, Սաակաշվիլին բոլոր իր մինուսներով որոշ չափով տեմաբանություն ունի, չէ՞, նա ասենց այսպես է դիտարկում իրավիճակը։ Եթե Հայաստանի իշխանությունները գնում են այսպիսի արճակատում Ռուսաստանի հետ, իսկ նույն Սաակաշվիլին դες հիշեցնեմ, որ հենց իր օրոք է Թուրքիան շատ մեծ ազդեցություն ստացել է Ադրբեջանը հենց Վրաստանում, որովհետև միայն Եվրոպայի եւ ԱՄՆ-ի աջակցությամբ չէին կարող դիմանալ այդ Ռուսաստանի հետ կոնֆլիկտին։ Ես նկատում եմ նույնիսկ ոչ թե պատերազմ, այլ այդ արճակատումը, որ սկսեց Սաակաշվիլին, նա շատ համաբոն են հասկանում, ասում, եթե դու գնում ես Ռուսաստանի հետ արճակատման, այսպիսի կոշտ քայլերի հայտարարությունների եւ այլն, ինչպես անել, կառավարության ձեռնարկումը, եկեղեցու դեմ հարձակումը եւ այլն, դու պետք է մեջք ունենաս, մեջք այս տարածաշրջանում քեզ կարող է լինել միայն Թուրքիան, նույնիսկ Իրանը չէ, Թուրքիան։ Դա համար իմ կարծիքով ըստ ավելի շատ դա իր պատկերացումներն է եւ իր մոտեցումները հիմնված որոշ վերլուծությունների վրա, բայց
ես հույս ունեմ, որ գոնե այնպես չէ, որ նա գաղտնի ինֆորմացիա ունի, դժվար թե նա այդ գաղտնի ինֆորմացիան ունենա, որ պայմանագիր է կնքվում եւ այլն, բայց մյուս կողմից էլ մենք լավ էլ հիշում ենք, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ պայմանավորվածությունների եւ այլն, որոնց մասին հասարակությունը նույնիսկ չիմանա։ Կամ տարիներ հետո իմանա։ Այո, բայց կարծում եմ Սաակաշվիլի պարագայում դա այդ չէ։ Որտեւ տեսեք, ես ես մի բան հիշեցնեմ մեր հասարակության դեր։ Հիշում եք Պրահայի հանդիպումից հետո, երբ որ Լավրովը ասաց, փաստացի այս Հայաստանի իշխանությունը հանձնեցին Արցախը։ Հիշում եք ինչ քննադատություն էր գնում Լավրովին եւ այլն, նախապում է այսպեսի բան չկա։ Հետո բացվեց, որ չէ, հենց այդպես է, հենց Պրահայում փաստացի Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախ-Ադրբեջանի մաս եւ դրանից հետո Ադրբեջանը անցավ կտրուկ գործողությունների Արցախի դեմ սկզբից շրջափակումը, հետո էլ այդ հարձակումը սեպտեմբերի եւ 1 զտումը։ Դա համար պետք է մի հատ լավ լսենք կողքից ինչ են ասում Մոսկվայից, Ադրբեջանից, որովհետեւ հաճախ ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ Ալիևը անոնս է անում որոշ քայլեր, գործողություններ, որոնք հետո իրականություն են դառնում ցավոք սրտի։ Թե սահմանության փոփոխությունը Հայաստանում եւ այլ, հիմա էլ արդեն ադրբեջանցիների վերադարձ։ Եթե ամփոփենք, պարոն Խալաթյան, այս պահի դրությամբ Հայաստանի իշխանությունները ինչի են փորձում տանել երկիրը եւ որևէ կերպ այդ գործողությունները կասեցնելու հնարավորություն այս պահին տեսնում եք։ Դժվար հարց է, մանավանդ երկրորդ մասը ձեր հարցի, որովհետեւ իմ կարծիքով ես տեսնում եմ, ես ի տարբերություն շատերի չեմ կարծում, որ ընդդիմությունները դեռ ծալած նստած է, բայց նաեւ պետք է հասկանալ, որ նրանք էլ են շատ բարդ իրավիճակներում գտնվում։ Օրինակ տեսեք, ես հետևում եմ ուշադիր ներքաղաքական զարգացումների Հայաստանում, ինչպիսի քննադատություններ գնում Հայաստան Դաշինքին, Դաշնակցության կուսակցությանը եւ այլն։ Մա ձեր փակալածների թվում ովքեր են։ Դաշնակցության ներկայացուցիչներն են, չէ՞ շատ։ Դա համար ի տարբերություն շատերի ես չեմ կարծում էլի, որ ընդդիմությունը որևէ բան չանում, բայց նա ստիպված է գործել շատ բարդ պայմաններում եւ փորձում է անել առավելագույնը կամ մինչ ընտրությունները, որ փողոցային գործընթացներ պատրաստի եւ այլն, կամ գոնե ընտրություններում կրկնի օրինակ Գյումրու սցենարը եւ այլն։ Տեսնենք, ես հույս ունեմ, որ ընդդիմադիր առաջնորդների մոտ դա կստացվի, որովհետեւ հակառակ պարագայում մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու, որովհետեւ նույնիսկ իր աջակցության համար Նիկոլ Փաշինյանի մյուս ընտրություններին, իսկ հասկանալ է, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանին ցանկացած գնով մի հատ թուղթ է պետք Ալիևից, որտեղ խաղաղություն պարագայվասի, նույնիսկ եթե դա խաղաղ պայմանագիր չլինի, որևէ մեմորանդում կամ այսպես եւ այլն, որպեսզի կարողանա ճակերտավոր դա վաճառի հայ հասարակության ընտրություններից առաջ, բայց նույնիսկ այդպիսի թղթի համար որևէ բան չի պարտավորի Ադրբեջանին, Հայաստանի իշխանությունը ստիպված է լինելու կոնկրետ զիջումների գնալ, կոնկրետ հարցերում, սկսած մինիմալ լինելու է Մինսկի խմբի լուծարումը եւ այլն։ Տեսնենք։ Դա համար չեմ ուզում հիմա կենտրոնանալ ձեր հարցի վրա, ինձ թվում է ընդդիմադիր առաջնորդները ավելի լավ կիմանան, թե ոնց են անելու եւ ինչ անելու, որպեսզի թույլ չտան այդ սցենարը։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ 168 TV-ի եթերում ռեգիոներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։